Մոսկվա-Երևան չվերթի ուղևորներն ինքնաթիռում համերգի ականատես են եղել։ Զրետենսկի վանքի երգչախումբը ելույթ ունեցավ հենց Հայաստան թռչող ինքնաթիռում։ Թռիչքի ուղևորների կողմից նկարահանված տեսանյութն ակտիվորեն տարածվում է համացանցում։ Արտիստները կատարել են ռուսերեն և հայերեն երգեր, օրինակ «Ով հայոց աշխարհ» երգը։ Ռուսական երգչախումբը Հայաստան է ժամանել «Պրիտիժենիե» կինո նախագծի նկարահանումների համար։ Նոր շարքը նվիրված է լինելու դերասան Դմիտրի Խառատյանին։ Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 17-րդ տուրում Կրասնոդարը սեփական հարկի տակ 5-0 հաշվով ջախջախեց Կրիլիա Սովետովին։ Հայաստանի ազգային հավաքականի ավագ Էդվարդ Սպերցյանն այդ խաղում դարձավ դուբլի և գոլային փոխանցման հեղինակ, սահմանելով ՌՊԼ-ի նոր ռեկորդ, դառնալով առաջատարը ստանդարտ խաղարկումներից կատարված գոլային փոխանցումների քանակով։ Սպերցյանի անկյունայինից փոխանցումը Կրիլիա Սովետովի դեմ խաղում նրա 7-րդ գոլային փոխանցումն էր ստանդարտից ՌՊԼ-ում։